Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Միայն 3 չէր, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ էլ նա կառավարության նիստում փորձեց անարգել քրիստոնեության գլխավոր խորհրդանիշը խաչը։ Հիշում եք, որ ասում էր տարբեր քաղաքներում, գյուղերում, ճանապարհներին խաչեր են դրված, եւ ցես դրանց նկարագրությունը պլաստմասայի կտորներից, կահույքի մնացորդների, շինարարական աղբից։ Ես դրանից հետո հարցում էի ուղարկել վարչապետի աշխատակից, ասել էի վարչապետը sense բաներ ասել, բառացի մեջ բերելով, խնդրում եմ ասեք, կոնկրետ որ համայնքում, որ մարզում է գտնվում կահույքի մնացորդից պատրաստված խաչ, ես ուզում եմ գնամ այդ խաչը տեսնեմ։ Այդ հարցմանը տես չեն պատասխանել։ Հիմա նույն ձևի ինքը հարձակվել է մեր եկեղեցիների, տաճարների, սրբավայրերի վրա։ Շատ տրամաբանական է կապը Փաշազադեի եւ Փաշինյանի գործողությունների միջեւ։ Փաշազադեն Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահն է մայիսի 22-ին էր անարգել հայ եկեղեցին, մեր սրբավայրերը, քրիստոնեության մեր եկեղեցու գաղափարախոսությունը, եւ հիմա Փաշազադեին շարունակում է իր հոգեզավակը, իր առաջնորդն է նրա Փաշազադեն Փաշինյանի երևի հոգեոր առաջնորդն է, շարունակում է նրա գործը այդ մակարդակով, դա սրբապղծություն է եւ կոնկրետ թիրախավորում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին, մեր ողջ հոգեոր դասին, վեհապար հայրապետից սկսած մինչև բոլոր հոգևորականներին, սա հետևողական պայքար արշավը մեր եկեղեցուց է, որ առաջին դրսում։ Ես կարծում եմ, որ եկեղեցին միասնաբար պետք է հիմա ոտքի կանգնի, իր ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով, այսինքն մեր ժողովրդին այսօրվա այս պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցի, եւ մենք այսօր իրարից անկախ գրեթե միաժամանակ ես եւ պարոն Մալյան գրառումներ ենք արել, որ հենց այս իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի հենց կամ վեհապար հայրապետի կամ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշմամբ, մեկ այլ հոգևորականի կամ հոգևոր խորհրդի որոշմամբ այլ ներկայացուցիչ տեխնատություն եւ իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը։ Պարոն Մալյան, դուք ավելացնելու։ Առանձնապես ոչ իման